Արման Թաթոյանն ասում է, որ իշխանությունը սնվում է նախկիններից, մեզ պահում են նախկիններ, կա վանդակի մեջ, հենց նախկինների դեմ կռիվ չտա, կպարտվի Փաշինյանը, համաձայն եք նրա հետ։ Պետք է ինքն նրա ճիշտ ասում, որովհետև գիտես ինչ, հիմա այս անտրությունն է, չէ, որ ասում են, մեկը ժողովուրդը ոչ Սերժ Սարգսյանն ուզում, ոչ Ռոբերտ Քոչարյանն ուզում։ Լևոն Տեր-Պետրոսյանը չէ, արդեն դիական, այսօր նա մեռած բարդ է։ Դժվարանում եմ պատասխանել, բայց մենակ մի բան գիտեմ, որ Քոչարյանը շատ ուժեղ մարդ էր ու կկարողանա հանի այս վիճակից։ Կարող է եւ ինքը արել է ինչ-որ բաներ, ինչ-որ ժողովրդին դուրը չի գալի, բայց ինքը բարձրացրել է։ Ու ես դրա հետ լիովին համաձայն եմ։ Ու կուզեի ինքը լինի, որ մեր Հայաստանը բարձրանա։ Նախքին ներկա չկա, սաղ մեկ է։ Դրա համար որ ասում եմ հույս չունենք ոչ մեկի վրա, դրա համար ասում եմ։ Իմ կարծիքով մինչև Ռոբերտ Քոչարյանը չերանա, Փաշինյանին հակառակ չի լինի։ Որտեղ այնքան վատ բան արել, որ Ռոբերտ Քոչարյանը մեծից անգախ Փաշինյանին են կնդրում։ Եվ Ռոբերտ Քոչարյանը ոչ մեկին չի թողում, որպեսզի նորը դուրս գա։ Դա է իմ կարծիքը։ Ես չեմ ասում, որ Փաշինյանը 100%-անոց ճիշտ քայլեր անում, բայց ուրիշ մարդ չկա, երկուսն են։ Կուզեինք, որ հաղթեինք, դուրս գար։ Նախկինները, որ գան, էլ նույնն են ալնելու, բայց երևի ավելի լավ կլինի, ոչ թե այսքան զոհեր մենք ունեցանք։ Գիտեք ինչ, այդ նախկինները ինչի համար են պայքարում, ես չգիտեմ։ Դրա փոխարեն թող հավաքվեն միտեղ, սաղի ուղեղը միտեղ հավաքվի, իրար հետ զրուցեն, իրար հասկանան, ոչ թե իրար ուտեն։ Իրար հասկանան, տեսնեն ինչ կարելի է յուրաքանչյուրը անի, այս երկիրը ապրի։ Առանց հետ են մենք կորուստներ շատ ենք ունեցել։ Հիմա էլ հողերի հարցայթում թող հավաքվեն, տեսնեն ինչ կարելի անեն։ Ադրբեջանցին միշտ էլ հայի ոտի տակն ա եղել։ Կապ չունի, որ այսօր Թուրքիան դեր է կայնում ու մենք մեկի խեղճացել ենք։ Բայց այդ Թուրքիայի նախագահը երկար կյանք չի ունենալու։ Վաղը միսօրը սատկելու է ու մենք նորից դառնալու ենք այն հզոր ազգը, որ կանք։ Մարդիկ չեն հոգնել նախկին ներկա հակամարտությունից։ Մարդիկ ուրիշ ձև չեն կարա։ Իրանք իրար մեջ են խոսալու, բան անելու, տենց ղեկավար չկա, որ, например, իրան համար մի բան չանի։ Անում են, մի բան անում են, ուտում են, մի բան թող ուտեն, բայց թող բարձրացնեն Հայաստանը։ Թող ուտեն, բայց թող բարձրացնեն։ Նախկին ներկա հակամարտությունը շատ դժվար է, շատ գիտեք անտանելի բան է ամբողջ օրը խորհրդարանում տեսնել է։ Ու զարմանում ես, որ չգիտեմ, հայ մարդը այդքան անխելք է եղել, չեմ պատկերացրել։ Անպայման հոգնել են։ Պրոստը ինքը մամետ են գտնում, իրեն խիպիտ իրենց տեխնացությունների, որ ժողովրդի 80%-ը ես չեմ կարող ասեմ, ու մի ցարցնում ես տանք ոչ Քոչարյանն ուզում, ոչ Սարգսյանն են ուզում։ Եվ ոչ էլ էսիմիկ ղեկավարներն են ուզում։ Հոգնել են, քիչ են հոգնել։ Երկու բանակի է բաժանված ժողովուրդը։ Կեսը նախքին, կեսը ներկա, բայց ամեն դեպքում սաղ նույնն է։ Աղջիկ ջան, եթե հոգնած չլինենք, այս տարիքին նստել ենք առիվտուր ենք անում, որ ընտանիք պահենք։ Ոնց անենք ապրենք, ընդամենը ամբողջ օրը ընկած ենք բոլոր ռայոններով, Աբովյանից եկե հասել եմ ստեղ։ Ամեն ինչից էլ հոգնած ենք։ Նախկիները, եթե նախկիներից հոգնել եք, հիմիկվա կառավարությունը ինչ ասենք։ Ոչ թե հոգնել եք, այլ զզվել եք։ Արդեն տեղ չկա, համբերության տեղ չկա։ Մարդիկ հոգնել են, մենք էլ ենք հոգնել, մենք էլ այդ մարդկանցից ենք։ Ոչ մեկին, որովհետև բոլորն էլ ունեն մեղք մեր վիճակի համար։ Եկեք գնանք մի քիչ հետ, նայենք Ռուսաստան, Կազախստան, Ուզբեկստան։ Ոչ մի ղեկավար չի ասում նախկինները։ Եթե այսօր ղեկավարության ես, այսօր պետության ղեկին ես, եթե դու ասում ես մարդ թալանել է, բայց ոչ մի բան չես անում, ու մենակ չարաշահում ես այն խոսքը, որ նախկինները։ Դե հիմա դուք եք, վաղը նախկին եք դառնալու։ Այսօրվա եկած իշխանությունը պիտի ասի նախկինները լավ չեն աշխատել, դրա համար մենք վատ ենք ապրում։ Պարզում է, որ սաղ նախկիններն են, Լևոնից առաջ Դեմիրճյանը, Քոչինյանը, բոլորը մեղավոր են, որ այսօր հայ ազգը վատ է ապրում, որ այսօր
150-160 հազար մարդ տեղահանված է փողոցներում, ֆրֆռում են, ոչ գործ կա, ոչ աշխատանք կա։ Ես կսում եմ բռնում, որ Արման Թաթոյան արժանի տղա է, որտեղ ես ինքը խոսալներ, գրագիտություններ, ես իմ դուրն ակալից չեմ իմանում։